Կախարդական թասը, հնդկական հեքիաթների մոտիվներով։ Ոսկե բրահմանը։ Քաղաքներից մեկում մի բրուտ էր ապրում։ Վաղ առավոտից մինչև ուշ գիշեր նա կավե ամաններ, կճուճներ, սկահակներ ու պնակներ էր շինում։ Եվ չնայած խեղճ բրուտը քուն ու դադար չուներ, բայց էլի աչք չէր բացում աղքատությունից և շատ անգամ անկողին էր մտնում քաղցած փորով։ Մի անգամ իրիկնապահին բրուտը նստել էր իր խրճիթի շվաքում ու մտածում էր, թե իր ունեցած մի բուռ բրինձը երբ ուտի, որ ավելի լավ լինի, հիմա թե առավոտյան։ Այդ ժամանակ նրա մոտ եկավ մի աղքատ ծերունի և ձեռքը պարզելով ողորմություն խնդրեց։ Ահա մի մարդ, որ ինձնից էլ աղքատ է, մտածեց բրուտը և իր վերջին բուռ բրինձը տվեց նրան։ Քո բարությունը իմ սիրտը շարժեց, ասաց ծերունին։ Իմացիր, որ ես կարող եմ հրաշքներ գործել։ Միտդ պահիր, վաղ առավոտյան քո տունն է գալու մի բրահման։ Փայտով խփիր նրա գլխին և նա կդառնա ոսկե արձան։ Արձանը կլինի ոսկե, իսկ մազերը սովորական։ Հենց որ այդ մազերը խուզես, նրանք կփոխվեն ոսկե թելերի, իսկ խուզած տեղը իսկույն նորերը կգան։ Այդ ասելով ծերունին անհետացավ։ Բրուտը սպասեց մինչև արևի մայր մտնելը ու պառկեց քնելու։ Առավոտյան նրան արթնացրեց հարևան վաշխառուն։ Մտնելով բրուտի խրճիթը նա ասաց. Եկել եմ, որ պարտքդ տաս, էլ չեմ կարող սպասել, տուր 20 ռուփին։ Ինչ եք ասում, պարոն, հառաչեց բրուտը, ես փող չունեմ։ Այդ դեպքում ես քո բոլոր ամանները կտանեմ, բարկացավ վաշխառուն։ Քեզ որ նայենք, երբեք փող չես ունենա։ Այդ պահին բրուտի խրճիթին մոտեցավ մի բրահման։ Տեսնելով բրահմանին, բրուտը հիշեց մուրացկանի ասածը։ Վերցնելով փայտը, բրուտը մի հարված իջեցրեց բրահմանի գլխին։ Խփեց թե չէ, բրահմանը դարձավ մի ոսկե արձան և միայն արձանի մազերն էին, որ նման էին իսկական մազերի։ Շտապ վերցնելով մկրատը, բրուտը արձանի մազերը կտրեց։ Կտրված մազերն իսկույն վերածվեցին ոսկե թելերի։ Ահա, ստացիր պարտքս, ասաց բրուտը և մի քանի ոսկե թել տվեց վաշխառուին։ Վաշխառուն տուն գնաց և սկսեց ախուվախ անել։ Աստվածներն անարդար են վարվում ինձ հետ, միթե ես նրանց համար զոհողություններ չեմ անում, միթե խախտում եմ սուրբ պատվիրանները, միթե մերժում եմ ողորմածություն տալ թափառաշրջիկ բրահմաններին, էլ ինչու աստվածներն այդպիսի բարի աչքով են նայում այդ արհամարհված բրուտին և ոչ թե ինձ։ Այդպես իր տան մոտ սաղարթախիտ ծառի ստվերում նստած ախուվախ էր անում նախանձ վաշխառուն։ Հայտնի չէ, որքան ժամանակ էր մրթմրթում նա աստվածների վրա, երբ հանկարծ տեսավ, որ իր բակը մտան 5 թափառաշրջիկ բրահման։ Աստվածները լսեցին իմ արդար գանգատը, մտածեց նա։ Հիմա ես 5 ոսկե արձան կունենամ։ Ինչպես ընդունված էր իրենց մոտ, վաշխառուն տուն կանչեց բրահմաններին և հյուրասիրեց նրանց ամենալավ ուտելիքներով։ Բայց երբ բրահմանները վեր կացան, որպեսզի շարունակեն իրենց ճամփան, վաշխառուն փայտը վերցրեց ու թխկացրեց ամենամոտիկ բրահմանի գլխին։ Հիմա նա կդառնա ոսկե արձան, բացականչեց վաշխառուն։ Բայց ոսկե արձան դառնալու փոխարեն բրահմանը գլուխը բռնեց ու դուրս փախավ վաշխառուի տնից։ Այն ժամանակ զայրացած վաշխառուն փայտով հարվածեց մյուս բրահմանի գլխին։ Բայց երկրորդ ճամփորդն էլ ոսկե արձան չդարձավ։ Մի կողմ հրելով վաշխառուին, նա դուրս փախավ։ Երբ վաշխառուն ուզեց հարվածել երրորդ ճամփորդին, բոլոր բրահմանները գոռացին.
Օգնեցեք, փրկեցեք մեզ այս խենթից, նա սպանում է մեզ։ Անցորդները լսելով այդ աղաղակները վազեցին Վաշխառուի տուն։ Վաշխառուն ագահությունից ոչինչ չէր տեսնում, շարունակում էր փայտով խփել բրահմաններին ու բղավել. «Եվ նույնն է, ես ձեզ կստիպեմ, որ վերածվեք ոսկե արձանների»։ Տեսնելով, որ Վաշխառուն սպանում է պատվելի բրահմաններին, մարդիկ բռնեցին նրան, կապկպեցին ու քարշ տվին դատավորի մոտ։ «Դու ինչպես ես համարձակվել, չարամտորեն հարձակվել այս անմեղ ճամփորդների վրա, պիղծ», զայրացած հարցրեց դատավորը։ «Տեր իմ», ասաց Վաշխառուն, «ձեր աչքին է երևում, որ նրանք բրահմաններ են, իսկ իրականում բավական է նրանց գլխին փայտով խփես, ինչպես հարկն է, նրանք իսկույն կդառնան ոսկե արձաններ»։ Լսելով այդ տարօրինակ խոսքերը, դատավորը հայտարարեց. «Բարի մարդիկ, Վաշխառուն խելքը թռցրել է, լսում եք ինչ է ասում»։ Եվ բոլորը գոռացին. «Վաշխառուն խելքը թռցրել է, Վաշխառուն խելքը թռցրել է»։ Դատավորը շարունակեց. «Մեր իմաստուն Ռաջան հրամայել է խենթերին ուղարկել օվկիանոսի ամենահեռավոր կղզիները, թող մեր տիրոջ սրբազան կամքը լինի»։ Այս ասելով, դատավորը հրամայեց Վաշխառուին դնել նավը և աքսորել օվկիանոսի ամենահեռավոր կղզին։ Ինչպես դատավորն ասաց, այնպես էլ արեցին։ Այդ օրվանից մինչև հիմա ագահ ու տխմար Վաշխառուին էլ ոչ ոք չի տեսել քաղաքում։